Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնային օրակարգն է իշխանափոխությունը։ Այն բոլոր մարդիկ, որոնք այդ բարդ, դժվարին, բայց պատվաբեր պայքարում մեր կողքին հանգած են, իրենց հետ մենք եւ համերաշխություն եւ եղբայրություն ունենք։ Հանրապետական այդուհություն։ Գիտեք, Մենակ հրճակել եք, թե որոշակի քայլեր։ Լուսինե ջան, ես չգիտեմ ինչով ապտրա պայմանավորված ձեր այդ հարցադրումը, որովհետև կարծում եմ դուք ինքներդ կարող եք պատասխանել, թե մենք մենակ հրճակում ենք, թե քայլեր ենք անում, թե փողոցային պայքարի ժամանակ հանրապետականը որտեղ է եղել Սևագործ բանվորի կարգավիճակում ամենավտանգավոր կետերում, բացարձակ ուշադրություն չդարձնելով կուսակցական կամ անձնական ամբիցիաների, թե ինչ ահռելի աշխատանք է տարվում տարածքային կազմակերպությունների կողմից, թե ինչի մեր համար առաջնային օրակարգն է հենց իշխանափոխությունը, այլ ոչ թե այս կամ այն խնդիրների լուծումը, թե ինչպես ենք մենք լուծումներ առաջարկում եւ փորձում մեր գործընկերներին ապացուցել, որ կարծես թե իմպիչմենտի տարբերակը ամենահաջող գործիքակազմն է այդ տրամաբանություն իրականացնելու համար եւս մեկ անգամ ասում եմ, որ իմպիչմենտը առանց փողոցային պայքարի բացառապես ամենը բառ է։ Ներկա պահին այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համարել է եւ համարում է, որ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու բոլոր հնարավոր բոլոր իրատեսական միջոցները, որոնցից ամենաիրատեսականը մեր կարծիքով իմպիչմենտն է, անհրաժեշտ է օգտագործել։ 26 թվականի ընտրությունները Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում այս պահին որևէ կերպ չեն քննարկվում։ Մենք դրանով չենք ապրում։ Մեր նպատակը Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատելը չի։ Մեր նպատակն է Փաշինյանին իշխանությունից հեռացնելը, որովհետև մենք մեր հայրենիքը ավելի շատ ենք սիրում, քան ցանկացած պաշտոն կամ ցանկացած կամ ես նման բան ասացի։ Հիմա ես մի հարցեր ծանոթ իրենք չեն իմպիչմենտի հետ կապված համաձայնություն չկա իրեն։ Ներողություն։ Իմպիչմենտի հետ կապված տարաձայնություններ կան։ Ես շշտում եմ տարաձայնություններ կան։ Ես ասում եմ, որ մեր կուսակցության կարծիքով իմպիչմենտը ամենագործուն գործիքն է։ Այդ հարցը պիտի տաք Հայաստան Դաշինքին, ոչ թե ինձ։ Բայց ինչ պատճառ է։ Ես նման չեմ ասել, որ կա տարաձայնություն։ Ժողովուրդ, կլինի ես ուրիշների պատճառաբանություններից չխոսեմ։ Ես չեմ ասել, որ Հայաստան Դաշինքը նրան որևէ կերպ դիրքորոշում է հայտնել դեմ, ժամանակին դիմադրության պայքարի ժամանակ, երբ եւ Հայաստան Դաշինքի եւ Պատիոնյան խմբակցության պատգամավորներն էին հարթակում կանգնած իշխան Սաղաթելյանը, եթե չեմ սխալվում, առաջին անգամ է հնչեցրել իմպիչմենտի գաղափարախոսությունը եւ տարբերակը։ 30-ից ավել ձայն ստանալը բարձր։ Կլինի ես Հայաստան Դաշինքի փոխարեն չպատասխանեմ։ Խնդիր չեք տեսնում։ Գիտեք, ես քանի որ մայիսի 4-ին ամենաակնառուն մայիսի 4-ին, երբ ազգային ժողովը հոտ բազմությամբ հայրենասերների շրջապատված էր կամ շրջափակված էր, ոնց ուզում եք անվանել, երբ որ ես դահլիճում էի, տեսնում էի ՔՊ-ականների աչքերի վախը, այդ պատկերը երբ որ աչքերիս առաջ է, ես գրեթե կասկած չունեմ, որ լայն հասարակական կոնսոլիդացիայի պարագայում դա լիովին իրատեսական եւ լիովին լուծելի խնդիր է։